Նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին։ Արդարադատության նախարարությունը հիմիկվանից կսկսի իրազեկման արշավը։ Գերատեսչության 2025-ի գործունեության արդյունքներն ամփոփելիս հայտարարեց նախարար Սրփոյի Գալյանը, ընդգծելով նաև, որ սահմանադրության խորհուրդը ակտիվ գործում է։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել, քվեարկվել, ընդունվել են այլևս խորհրդի կողմից եւ մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնելու այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչի մասն է խոսքը։ Ըստ նախարարի սահմանադրությունն այլ կերպ, քան հանրաքվեն ընդունվել չի կարող, վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդն ազատ ընտրությունների միջոցով հնարավորություն է ունենալու արտահայտել կամքը, կողմ կամ դեմ քվեարկելով սահմանադրության տեքստի ընդունմանը։ Հանրաքվեի ժամկետներ այս պահին նախանշված չեն։ Ունենք օրենսդրական արգելք հանրաքվեի եւ համապետական ընտրությունների միաժամանակյա իրականացման հետ կապված։ Ես կարծում եմ, որ հանրաքվեն կկազմակերպվի ընտրություններից ուշ, բայց թե երբ չեմ կարող ասել, ամեն դեպքում այն ժամանակ, երբ մենք կզգանք, որ տեքստը բավարար չափով կոմունիկացված է հանրության հետ եւ այլևս հարցեր չունենք, որոնք չունեն պատասխաններ։ Գալյանի խոսքով գործընթացի եւ արդյունքի բովանդակությունը կուլիսային չեն կարող լինել։ Ինչ կգրվի, կհրապարակվի, կքննարկվի, հետո կորոշվի ընդունել թե ոչ։ Որոշվել է չփոխել Հայաստանում կառավարման ձևը։ Սահմանադրական խորհուրդը դեռ չի քննարկել անկախության հռչակագրին եւ եկեղեցուն առնչվող դրույթների փոփոխության հարցերը։ Հաշվի առնելով եկեղեցու տեղը եւ դերը մեր կյանքում եւ մեր պետությունում, ես կարծում եմ, որ սահմանադրական դրույթի փոփոխություն չպետք է որ լինի, բայց նաեւ ուզում եմ շեշտել, որ սա մի հարց է, որ դեռևս չի քննարկվել խորհրդի կողմից։ Սահմանադրական նորմ ունենալը եկեղեցու վերաբերյալ հնարավորություն է ապահովում եկեղեցուն տրամադրել հավելյալ երաշխիքներ օրենքի հիման վրա, ինչը որ չի արվում կրոնական այլ կազմակերպությունների դեպքում եւ ես հուսով եմ, որ այս մեկնաբանությամբ մենք այս դեբատին ի վերջո վերջակետ կդնենք։ Անկախության հռչակագրի հետ կապված ուզում եմ նշել, որ այս հարցի հետ կապված էլ քննարկում դեռ չի եղել, կրկին երբ որ լինի հարցը կկոմունիկացվի մեր քաղաքացիների հետ, բոլորը կտեսնեն, թե եթե փոփոխություն տեղի ունենա, ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել մեր սահմանադրության նախաբանում։ Դատախազության մասով քննարկվել է կոլեգիալ մարմին ունենալու հնարավորությունը, որը մասնակցություն կունենա գլխավոր դատախազի ընտրությանը, առաջխաղացման ցուցակների կազմմանը, կարգապահական պատասխանատվության ենթարկելուն։ Խորհուրդը դեռ որոշում չի կայացրել, բայց քննարկել է նաև քննչական մարմինների հարցն այն համատեքստում, թե արդյոք դրանց վերաբերյալ նշում մայր օրենքն առհասարակ պետք է ունենա թե ոչ, որտեղ պետք է լինեն այդ մարմինները անկախ թե գործադիրի կազմում։ Ինտենսիվ կերպով քննարկվել է եւ խորհրդի որոշ անդամներ կողմ են արտահայտվել այն մոտեցմանը, որ քննչական մարմինները պետք է լինեն գործադիրի կազմում։ Դատախազությունը պետք է լինի անկախ, դատարանները անկախ, բայց քննչականները գործադիրի կազմում։ 2026-ի առաջնահերթություններից է նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ընդունումը։ Նախագիծը ուղարկվել է վարչապետի աշխատակազմ։ Սրփոյի Գալյանի խոսքով կատարելագործվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը։ Համաներում չի լինելու փոխարենը կկիրառվեն նոր մեթոդներ։ Կենտրոնանում ենք անհատականացնող մեթոդների վրա եւ մենք լավարկելու ենք մեր զեկույցների որակը, ինչը նաեւ հնարավորություն է տալու դատարաններին ավելի հաճախ կիրառել այս ինստիտուտը։ Այս տարի պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 170 անձ։ Նախորդ տարի ազատվել էին 138-ը։ ՔԿՀ-ներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը կալանավորված, 1463-ը դատապարտյալ։ Վերջին 5 տարվա տվյալով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է, քան կալանավորվածների թիվը։ Ըստ նախարարի սա բավական դրական ցուցանիշ է։ Նշանակում է կալանքների թիվը նվազում է, ավելանում է դատական ակտերի թիվը։ Նախորդ տարի ՔԿՀ մուտք է գործել 2557 անձ։ Եթե համատենք 2024 թվականի հետ, ապա 2024-ին 2064-ն է եղել այդ թիվը։ Քրեակատարական հիմնարկներից դուրս է եկել 2396 անձ։ Այսինքն ըստ էության ամեն տարի մենք նույն թվով անձանց մուտք ու անձանց ելք ենք ունենում։ Իհարկե դրանց մեջ կան մարդիկ, որոնք տևական ժամանակով պատիժ կամ կալանք են կրում, բայց հոսունությունը բավականին մեծ է։ Այսօր մենք ունենք 1406 կալանավոր։ Իհարկե այս թիվը կրկին մեծ է, մենք խնդիր ունենք այս թվական տվյալի նվազեցման։ Այսպիսին է պատկերը։
այլ խափամամիջոցները տասնյակ հազարներով ավելին են, այդ թվում ավելին է տնային կալանքի եւ վարչական հսկողության հանրագումարը 2000-ից անցնում է։ Աշխատում ենք կրկին չափանիշների մշակման համատեքստում նաեւ մեր գործընկեր կառույցների հետ։ Վարչապետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի անդրանիկ նիստը արդեն տեղի է ունեցել։ Նախարարն ընդգծեց, որ շարունակվելու են դատարանների բեռնաթափման ու կանխատեսելիություն նախատեսող չափանիշների սահմանման ուղղված քայլերը։ Նա ներկայացրեց արդարադատության համակարգի թվայնացման ուղղված աշխատանքներն ու նաև նախագծերը, որոնք միտված են թեթևացնելու դատական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Մինչև 300,000 դրամ տուգանքներով ակտերը պետական մարմինները այլևս հնարավորություն չեն ունենալու բողոքարկել վերաքննիչ դատարան եւ վիճակագրական թվերը փաստում են, որ այս փոփոխության իրականացմամբ վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը թոթափվելու է 30%-ով։ Սրփոյի Գալյանն ընդգծեց, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, նշելով, որ վերջերս եվրոպական կառույցները հրապարակել են համապատասխան զեկույցներ։ Պարզաբանում ներկայացրեց նաև Սիրիային դատապարտյալների փոխանցման վերաբերյալ, նշելով, որ անձինք փոխանցվել են նշանակված պատիժ այնտեղ կրելու պայմանով։ Ըստ նախարարի գործընթացը կարգավորվել է համապատասխան օրենքով եւ իրականացվել է փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Դա արվել է գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք, եւ արվել է նաեւ Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու, Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունը ավելի արդի դարձնելու նպատակով։ Քննարկվել են նաեւ այլ ճանապարհներ, նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում եւ ոչ միայն այդ համատեքստում, իրականում օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում եւս ընտրվել է այդ ճանապարհը։ Նախարարն անդրադարձավ նաև ատելության խոսքի դեմ պայքարին, ընդգծելով, որ վերջնականացվում է հարցը կարգավորող նախագիծը։ Նախատեսվում է սահմանել ոչ նյութական վնասի հատուցում նաև ատելության խոսքի զոհ դարձած անձանց համար։ Քննարկվում է նաև վարչական պատասխանատվություն նախատեսելու հնարավորությունը։ Մայա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։